Մաքսային ու սահմանային պաշտպանության ամերիկացի մասնագետները 13 օր կաշխատեն հայ սահմանապահների հետ մեր սահմանների անվտանգությունը ամրապնդելու համար։ Նրանք կպարզեն, թե ռազմավարական ինչ ներդրումների կարիք կա։ Միացյալ Նահանգների մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության աշխատակիցների հայաստանյան գործուղման մասին այսօր է հայտնել մեր երկրում ԱՄՆ դեսպանատունը, չնայած նրանք արդեն 5-րդ օրն է այստեղ են։ Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին ուղղված խաղաղության խաչմերուկ կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։ Հենց այս խմբի հետ Հայաստանի իշխանությունը պետք է համաձայնեցնի Թրամփի ուղու կառուցման տեխնիկական մանրամասները։ Այդ մասին Արարատ Միրզոյանը խոսել է լեհական TVP World հեռուստաընկերության հետ զրույցում։ Պետք է համաձայնեցնենք անցուղու և այն ընկերության, որի մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները։ Ընկերությունը, որի մասին հիշատակում է Միրզոյանը, պետք է ստեղծեն Հայաստան ու Միացյալ Նահանգները։ Այդ ընկերությունը կլինի երկաթուղային ճանապարհի շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս գործում կարող են ներգրավել նաև մի երրորդ երկրի կազմակերպություններ։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը ամենակարճ կապն է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման։ Միրզոյանը վստահեցրել է, որ բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու ու լրագրողը նրան չի հարցրել, բայց չէ, որ Հայաստանը արտապատվիրակում է ճանապարհի իր հատվածի շինարարությունը կառավարումը, իսկ Ադրբեջանը ոչ։ Փոխադարձության սկզբունքը Ալիևը արհամարհում է նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Փաստաթղթի վերջնական ստորագրման համար Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշում, Հայաստանը ոչ։ Նախապայմաններից բացի Ադրբեջանի նախագահը չի դադարում բռունցք թափահարել Հայաստանի վրա, կոնֆլիկտային բառապաշար է օգտագործում։ Ըստ Հայաստանի արտգործնախարարի, այս հարցն էլ են քննարկում Ադրբեջանի հետ։ Մենք քննարկել ենք իրար նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։ Ադրբեջանը պետք է հանդուրժի, որ Հայաստանն ունենա սահմանադրություն անկախության հռչակագրին հղումով, ունենա բանակ, մի խոսքով պետականություն։ Ադրբեջանը հանդուրժողականության որևէ նշույլ ցույց չի տալիս։ Փոխարենը Հայաստանի իշխանությունը հանդուրժում է Բաքվի անգամ ամենաստորացուցիչ հարձակումները։ Լիլիթ Սարգսյան, Անիղան Դիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։